Տաղավարում ինձ է միացել Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, այսօր խոսենք առողջապահության ապահովագրությունից, որը փաստացի այս թվականի հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ ուժի մեջ է մտել եւ մեր քաղաքացիները ըստ առողջապահության նախարարության, ըստ կառավարության կարող են օգտվել, բայց Facebook-ում արդեն կան գրառումներ, ընդ որում դրանք 1-2-ը չեն, բազմաթիվ են, որոնք վկայում են, որ այդ ապահովագրությունը, այդ փաթեթը ամենևին էլ չի ծառայում իր նպատակին։ Ես իհարկե մի քանի գրառումներ ունեմ իմ աչքի տակ, որոնք կարող եմ ընթերցել, բայց ժամանակը այդքան ուղղակի թույլ չի տա, բայց մարդիկ բողոքում են, որ օրինակ չեն կարողանում օգտվել այդ ապահովագրությունից, այդքան էլ հասանելի չէ։ Մարդիկ կան, որ առհասարակ սա կարծում եմ, որ սա պարզապես պարտադրված վճար է նախընտրական շրջանում, այսինքն մարդը վճարում է, բայց որևէ արդյունքի չի հասնում եւ համարում եմ, որ սա նախընտրական այսպես PR ակցիա էր, թե տեսեք մարդկանց համար ինչ որ լավ ծրագրեր են իրականացնում։ Առհասարակ կառավարությունը, առողջապահական համակարգը, ինչու՞ չէ նաեւ մենք քաղաքացիներս, որպես այդպեսին պատրաստ ենք այս փաթեթի ներդրմանը։ Իրականում առողջապահության համընդհանուր ապահովագրական համակարգը դա շատ կարևոր եւ անհրաժեշտ էր եւ իրականում նաեւ սպասված, հաշվի առնելով թե որքան ժամանակ է դրա մասին խոսվում եւ քանի անգամ հետաձգվեց, հա։ Հանրության պատրաստ լինել չլինելու խնդիրը չէ, քանի որ դա իրականում լավ բարեփոխում է, ապա ճիշտ կատարվելու պարագայում իհարկե հանրությունը պատրաստ կլինի եւ այդ տարատեսակ գնահատականներին, բողոքներին, իդեպ եթե այսպես բանաձև ենք, հա, կան տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնց մասին խոսում են բովանդակային խնդիրներ, այդ թվում նաև նշում են, որ բուժծառայությունների ցանկը իրականում այդքան էլ ընդլայնված չէ, որտեղ այն ինչ որ այսպես թե այնպես այսօրվա շահառուների համար պետպատվերի ներքո եւ այլն չմանրամասնենք, վստահաբար այդ ամեն ինչի մասին բարձրաձայնվում է, շատերը գիտեն։ Խնդիրը կանում է նրանում, որ հերթական անգամ լավ ծրագիրը, որը իսկապես կարող է լինել լավ բարեփոխում եւ լուրջ այսպես փոփոխություն մտցնել սոցիալական, առողջապահական տեսանկյունից, թերի կատարման վատ մենեջմենթի արդյունքում բախվում է լուրջ խնդիրների եւ հատկապես ուշադրության է արժանի հանգամանքը, որ սա հապշտապ եւ արագ ընդունված փաթեթ չէ իրականում, որովհետեւ դրա մասին խոսվել է վաղուց, նույն այս իշխանությունների օրոք հետաձգվել է բազմիցս, այսինքն տպավորություն է, որ ժամանակը պատրաստվելուն առնվազն քիչ չէր, հետևաբար կարելի էր ըստ էության պատշաճ պատրաստվել եւ այլն։ Այսինքն եթե մենք փորձենք ամփոփել, սա վատ մենեջմենթի դրսևորումներ են, որոնք տեսեք, կարելի է, հա, այսպես ասել, որ ցանկացած լուրջ համընդհանուր բարեփոխում ներդրման պահին այո կունենա որոշակի օրնաչափ չսպասված ինչ որ ռիսկեր եւ այլն, բայց նորից պիտի կրկնենք, որ դա այն դեպքերում, երբ գուցե արագ է ընդունված որոշումը եւ այլն, մենք այս պարագայում կարծես թե այդ ժամանակի խնդիրը չենք ունեցել, հետևաբար եւ բոլոր այդ բողոքները եւ այլն արդարացված են եւ այստեղ կուզեի նաեւ բովանդակային, հա, մի հարցի վրա ուշադրություն դարձնել, շատ հաճախ բարձրաձայնվում է որպես խնդիր հանգամանքը եւ կարծում եմ, որ այստեղ օբյեկտիվության բավական լուրջ էլեմենտ կա այն, որ այդ ապահովագրությունից, պարտադիր ապահովագրությունից ընտրությունը բուժ հաստատությունների բավական սահմանափակ է, հենց իսկ առողջապահությունը եւ առողջական խնդիրները դրանք հենց այնպես պատվիրակվող հարցեր չեն եւ մարդիկ շատ անգամ հատուկ ընտրված սեփական բուժհաստատություններ եւ այլն չմանրանանք, այսինքն մեծագույն խնդիրներից մեկը բովանդակային բնույթի լուրջ խնդիրներից մեկը դա է, որի մասին բարձրաձայնվում են։ Նորից պիտի կրկնենք, մենեջմենթի խնդիրը լավ բարեփոխումը, լավ ծրագիրը իրականում լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելու։ Եվ արդեն քո թեման կրկին գներին, գնաճին հետաքրքիր է լսել քեզ։